Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտն է, որը միակ մարզադաշտն է Հայաստանի Հանրապետությունում, որտեղ Հայաստանի հավաքականը անցկացնում է իր միջազգային հանդիպումները, քանի որ Հրազդան մարզադաշտի ճակատագիրը անհայտ է եւ վերակառուցման ծրագրեր չկան։ Իսկ ազգային մարզադաշտը, որի մասին այս գործող իշխանությունները խոսում էին դեռ 7 տարի առաջ, որ պետք է կառուցվեր, մնացին օդի մեջ։ Նիկոլ Փաշինյանը 2050 թվականին ասում էր Հայաստանը պետք է ինչ-որ մրցանակային տեղ զբաղեցնի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությանը, բայց մեկ ստադիոն չկարողացան կառուցել 7 տարի մեջ։ Իսկ հանրապետական մարզադաշտը հիմնադրվել է 90 տարի առաջ։ 1999-ին երբ Վազգեն Սարգսյանը ողջը վերակառուցվեց, հետո 2008-ին վերակառուցվեց, եւ այսպես վերակառուցելով մեկ միջազգային մարզադաշտ ենք կարողանում մենք պահել։ Աբսուրդ է ուղղակի։ Այս իշխանությունը ասում է, որ ներդրող են գտել միջազգային $300 միլիոն ազգային մարզադաշտ կառուցելու համար։ Ինչ եղան այդ խոստումները, մնացին օդի մեջ, պոպուլիզմ ուղղակի։ Հուսանք, որ ունենանք այնպիսի սկզբունքային եւ ուժեղ իշխանություն, որ իր խոսքի տերը կլինի եւ կկառուցի ոչ միայն մեկ ազգային մարզադաշտ, այլ բազմաթիվ մարզադաշտեր, եւ Հայաստանը կկարողանա ընդունել միջազգային հանդիպումներ, մրցաշարեր եւ նաեւ կհայտնվի աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունում։